Տիկին Կուջոյան, Նուբարաշենի աղբավայրի հրդեհի հետևանքով Երևանի կենտրոնում օդի աղտոտվածությունը անվերահսկելի է դարձել այսօր։ Տեսնում ենք ինչ իրավիճակ է։ Մի կողմից էլ նախարարությունը առողջապահության, ինչպես նաև քաղաքապետարանը սրան զուգահեռ հորդորում են ովքեր որ խնդիրներ ունեն առողջական, շնչառական, տունը մնալ եւ դուրս չգալ։ Սրա հետևանքները ինչ է լինելու ու ինչ միջոցներ պետք է ձեռնարկվեին, որոնք չեն արվել։ Այն որ հայտարարած աղետալի վիճակում ենք հիմա գտնվում, դա ուղղակի մեղմ է ասված։ Կարծում եմ ոչ միայն կենտրոնը, այլ ողջ քաղաքի օդը աղտոտված է ու այն որ քաղաքապետը գնացել էր աղբավայր, հետո հայտարարություն է տարածել, թե իբր մեկուսացված կրակը իրականում մեկուսացված չի եղել, աղբավայրը շարունակել է այրվել եւ ծխել եւ ծոխը բնականաբար պատել է ողջ Երևանը։ Հետո այստեղ մի դիտարկում եմ, գիտեք ինչն է ամենաահավորը, երբ որ ընտրում են մասնագետներ ու երբ մենք ասում ենք, որ մասնագետները պետք է ունենան բարձրագույն եւ մասնագիտացված կրթություն, ասում եմ, թե թիրախավորում եք անձանց։ Իրականում ամեն օր Երևանի կյանքը, Հայաստանի կյանքը ապացուցում է, թե ինչքան կարևոր է լինել մասնագետ։ Եվ օրինակ, եթե քաղաքապետը ունենար մասնագետ խորհրդատու, ինքը կասեր, որ դիմակով գնալ աղբավայրը, դա հենց իրենց առողջության համար վտանգավոր է, որտեղ իրենք այդ օդը միանգամից կլանել են։ Այդտեղ պետք է գնալ պաշտպանիչ բաց կարմիջներով, որպեսզի եթերը չծարաբեռնեմ, չասեմ, թե ինչ պաշտպանիչ մեթոդներով եւ ինչ բանակերպ է դիմել։ Այստեղ էլ չունեն մասնագետ, որը կարողանա իրենց խորհուրդ տալ։ Հաջորդը, տեսեք, մենք Երևանի տոնն է, չէ՞, նույնիսկ այս իրավիճակում ստալի է, բայց չեն կարողանում փաստորեն նույնիսկ թոք իրար շնորհավորել կամ դրա մասին խոսել։ Կազմակերպում են ինչ-որ համերգային միջոցառում։ Առողջապահության նախարարությունը նախ պետք է առաջի վայրկյանին իսկ արձագանքեր իրավիճակին եւ մարդկանց տալ այսպես կոչված, ուրեմն գործողությունների ցանկ կամ ցուցում կամ խորհուրդ, որով մարդիկ իմանային, թե ոնց պետք է իրենց պահեն այս մի քանի օրը Երևան քաղաքում։ Հիմա հանկարծ զարթնել են օրվա կեսից, ինչ որ հրահանգներ են այսօր տվել, գրել են Էջում առողջապահության նախարարություն, բայց ծիծաղելին այն է, այսօր եւ վաղը կա համերգային միջոցառումներ Երևանի տարբեր ուրեմն ծայրամասերում, ինչպես նաեւ հանրապետության հրապարակում, այսինքն այնտեղ հրահանգված մնացեք փակ տարածքներում, այնինչ համերգները չեղարկված չեն։ Մյուսից անտեղյակ են, թե իրենց թիմի ներսում, թե ընդհանրապես որպես գործելակարգեր, որպես պետության կառավարման բաղադրիչ մասեր, իրարից տեղյակ չեն, թե ինչա պետք անել, որ մեր կյանքը լինի ապահով ու անվտանգ։ Երբ որ այս ծուխը սարսափելի, իր քաղցկեղածին նյութերով տարածված է, բազմիցս անգամ ենք խոսել նրա մասին, որ քաղցկեղը ցուցանիշները սարսափելի են Հայաստանի Հանրապետությունում, բացի այդ տարբեր ռեստորատոր վարակների պատճառ են կոկորդի ցավի, հազի, շնչուղիների խնդիրների եւ այլն կարելի է ժամեր սրա մասին խոսել ու ոչ մի միջոցառում ձեռնարկվում այս ուղղությամբ։